Սիրելի ավադագիցներ, սիրելի այրորդիներ, ողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով, ողջունենք բոլոր անոնք, որոնք գետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ հեռադեսիլի ICFN Get TV միջոցով Աստված օրհնե ձեզ, առողջ բահե, հավատքով բահե եւ անփորձանք անվտանգ բահե եւ իր գամքը օրհնյալ թողնա։ Մեր պաշտամունքները գշարունակվին ամեն գիրակի 9 քառորդ անցած անգլերեն լեզվով պաշտամունք, 11-ին հայերեն լեզվով պաշտամունք եւ միասին դերը պաշտենք, դերը մեծարենք եւ դերը փառավորենք։ Գիտեք, ամառվա շրջանին դիգիները իրենց երեքշաբթի օրվա ծրագիրը դադար գարնե, բայց դերը գամի այս երեքշաբթի չէ, հաջորդող երեքշաբթին հատուկ ծրագիր ունին, որ քրոշեի fellowship մնե, դիգիներ, օրիորդներ հրավիրված են միասին Աստծո խոսքը լսելու, հաղորդակցելու եւ նաեւ ցերակորցներու այսպես իրարու հետ միասին հատուկ ծրագիր ողջակցելու։ Այս երեքշաբթի չէ, անոր հաջորդող երեքշաբթին եկեղեցու Fireside-ում հոնուր որ ամեն երեքշաբթի դիկտանց պաշտամունքները գլա։ Եվ ասկի անգախ անշուշտ մեր ծրագիրները ամառվա շրջանին որոշ չափով քիչ մը գտանթաղի, բայց հոկտեմբեր 3-ը մեր եկեղեցու դարեգան ճաշկերույթն է, աղոթքով բացած եղեք, քաչալերեցեք, ներկա եղեք եւ թող դերը ինք փառավորվի, իր մեծարվի, իր եկեղեցիով։ Սիրելիներ, Աստուծո սրբազան խոսքեն այսօր կգարդացվի Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 24-ն 27-րդ համարներ։ Ծանոթ արակմն է Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ 24-րդ համար մինչև 27-րդ համար ու Տեր Հիսուս գբատմե լերան քարոզի գրեթե վերջավորությունն է հետևյալ արակը։ Արդ ով որ իմ խոսքերս կլսե եւ կգադարե զանոնք, զանիկա պիտի նմանցնեմ խելացի մարդումը, որ իր տունը վեմի վրա շինեց։ Անցրև իջավ, կետերը վազեցին, հովերը փչեցին, զարգին այդ տանը, բայց չփլավ։ Վասնզի վեմի վրա հաստատված էր։ Այն որ այս իմ խոսքերս գլսե ու չի գադարեր, գնմանի անխելք մարդում, որ իր տունը ավազի վրա շինեց։ Անցրև իջավ, կետերը վազեցին, հովերը փչեցին, զարգին այն տանը ու փլավ։ Մեծ էր անոր գործանումը։ Ամեն։ Սիրելիներ, հավանաբար կհիշենք եւ քանի ամիսներ առաջ զորավոր հով, փոթորիկ, հորթարատ անցև եւ զանազան աստարարություններ եղան հեղեղի վտանգի լուրերու իմաստով։ Թեև շատեր զգուշացան փոթորիկեն անցրևեն, բայց բանը որ շատեր ալ չմտահոգվեցան։ Հատկապես բոլոր անոնք, որոնք իրենց դուները բարձունքի վրա շինված էր։ Իսկ մտահոգվեցան անոնք, որոնք դուները գետնի մագերեսեն ավելի վար էր։ Գիտեք, շատ լավ է, որ մարդիկ հանգստություն ունենան դան ապահովության համար։ Սակայն ավելի կարևոր է վստահ լալ մեր հոգևոր դան եւ այն փոթորիկներուն մասին, որոնք կրնան հոգեբես մեզի թեմ կար։ Երբ Տեր Հիսուս գավարդել լերան քարոզը, գսե թե կան երկու տեսակ հոգևոր դուներ։ Մեկը գառուցված ժայռի վրա, մյուսը գառուցված ավազի վրա։
Դեր Հիսուս մեզի ցույց կտա հոգեբես ժայռին վրա գալուցված լալու կարևորությունը եւ կսորվեցնե թե ճիշտ ինչ կնշանակե ժայռի վրա դուն գալուցել։ Ուրեմն առաջին փոթորիկները ժայռին վրա գալուցված վրա եւ կհարցակին։ Հոս առաջին բանը կնկատենք փոթորիկները նույնն էին երկու դուներուն վրայա։ Այսինքն ավազին վրա գալուցված դունը, որ կտեսնենք 25-րդ համարին մեջ, գսե անձրևները դեղացին, կետերը հորտեցան, հովեր փչեցին։ Ժայռին վրա գալուցված դունը 27-րդ համար, անձրև դեղած, կետեր հորտեցան, հովեր փչեցին։ Նույն փորձությունները եկան երկուքին ալ։ Երկուքն ալ դեսան անձրև, երկուքն ալ դեսան հեղեղ, երկուքն ալ դեսան հով։ Ասկե պետք է սորվինք, որ մենք որպես հավատացյալներ, որպես քրիստոնյաներ զերծ չենք կյանքի փորձությունները։ Նույնիսկ եթե մեր դունը ժայռի վրա գալուցված է։ Այսինքն հավատացյալ կամ քրիստոնյա լալ չի նշանակել, թե մեզի երբեք վատ բան պիտի չվատայ։ Որպես հավատացյալներ, մի ներվիկ, մենք դարձյալ պիտի հիվանդանանք։ Մենք դարձյալ ցավելու մեջ պիտի ելանք, դժվարություններ պիտի ունենանք, նեղություններ պիտի ունենանք, լա մեր կորձին մեջ, լա ընտանիքին մեջ, լա շրջապատին մեջ, եւ քրիստոնեության պատկամը այն չէ, թե միայն Հիսուսը ընդունե եւ ամեն ինչ լավ եւ թյուրին պիտի լա։ Այս չէ քրիստոնեական պատկամը, այս չէ Քրիստոսի պատկամը, այս չէ ավետարանին պատկամը։ Թեև այսօր ցավի սիրտ բավական դարացված է այս մտածելակերպը։ Ասիկա գերց ավետարան է։ Դարբերությունը այն չէ, թե մենք փոթորիկներու պիտի չհանդիպինք, այլ այն է, որպես քրիստոնյա մենք ունենք հիմքը, որ մեզ հաստատ գանքուն կբահե թե փոթորիկներու մեջ, եւ թե հեղեղներու մեջ, եւ նույնիսկ չհեղեղներու մեջ։ Վստահ եմ լսած եք Ջոնի Էրիքսոն Թադայի մասին։ Այս աղջիկը 17 տարեկան չլասուզման արգացմը եւ ճուրին մեջ գսուզվի անդամալույց կդարձնե։ Ամբողջ վիզեն վար անդամալույց։ Իր քրիստոնյա լալը չգանխեց արգացը, կամ չաշխավորեց ֆիզիկական բժշկություն, բայց եւ այնպես 50 տարի ավելի ապրեցավ աստվածային զարմանալի ուժով, համաշխարհային առաքելությամբ, իր այդ վիճակով փորձեց վկայել դեր Հիսուս Քրիստոս։ Ինչու՞։ Իր կյանքը ժայռի վրա հաստատված։ Այսինքն քրիստոնյա լալի սիրելիներ մեզ չի պաշտպաներ հիվանդությունները, նեղությունները, դակտապները։ Մենք խաղաղություն ունենք, որովհետև թե գիտենք, թե Աստված մեզ մեր յուրաքանչյուրից ծրագիր ունի, որովհետև մեր կյանքը ժայռի վրա գալուստված է։ Այս շաբաթ անցի մետ կխոսեի իրականության մեջ այս շաբթվան մեջ մեկ օրվան մեջ 8 ավելի հեռացայիններ ունեի հիվանդանոցային վիճակներու գծով։ Եվ անցել են մեկը գսեր, պատվելի միշտ կաղոթեի ես, չէի ագնգալ էր այսպիսի բամը պատահի։ Սելի քույրեր եղբայրներ, անցրևը իջավ թե ավազի վրա շինված դունին, թե ժայռի վրա շինված դունին։ Երկուքին վրա անցրև իջավ, երկուքին վրա փոթորիկ եղավ, ով ոտքի կմնա։
Երկրորդ. Ինչ է ժայռի վրա գալուցված դունը։ Սերներ կյանքը ժայռի վրա գալուցել չի նշանակեր բարձաբես ըսել Հիսուսը իմ ժայռս է։ Ինչ որ քիչ շատ կրտանք լսել աչցախ։ Հիսուսը իմ փրկիչս է։ Հիսուսը իմ ժայռս է, շատ լավ։ Բայց այս չի նշանակեր թե փորձությունելու պիտի չհանդիպենք։ Դեր Հիսուսը սավ ոչ թե ամեն ով որ ինձի դեր գսե պիտի մտնե երկնքի թագավորություն։ Եվ դեր Հիսուս շատ հստակ կբացատրի այս հարակը։ Ժայռը այն անձն է, որ դեր Հիսուսի գսե իմ խոսքերս գլսե եւ կգադարե զանոնք։ Իսկ ավազը այն անձն է, որ դեր Հիսուսի գսե իմ խոսքերս գլսե ու չի գադարե։ Եվ այս երկուքին հիմնական տարբերությունը մեկ բառ հնազանդություն։ Այս հարագին մեջ երկու անձերն լսեցին խոսքերը։ Տարբերությունը այն չէր, որ մեկը եկեղեցի գնաց, մյուսը եկեղեցի չգնաց։ Երկուքն ալ բդի գրին։ Սակայն մեկը կործածեց այն ինչ որ լսեց, իսկ մյուսը ոչ։ Եվ դեր Հիսուս իր մեծակույն այս քարոզը, լեռան քարոզը գավարտե, ըսելով թե կարևորակույն հետևյալն է։ Միայն լսելը բավարար չէ։ Պետք է լսածդ կործածես։ Ինչպես որ Հակոբոս Արաքյալ իր առաջին գլուխին 22-25 համարներուն մեջ գսկուշացնե մեզ իլալ խոսքը գադարողներ եւ ոչ միայն լսողներ։ Ետքը գսե Հակոբոս Արաքյալ դուք ցեզ գխապեք։ Եթե միայն լսող ենք եւ գադարող չենք։ Այսինքն եթե խոսքը գլսենք եւ մենք մեր մասին լավ գսկանք գնշանագե թե մենք մեզ գխապենք, բարձաբես լավ բամը լսեցինք։ Գիտեք, Հերովտես թագավոր Մարգոսի ավետարանի մեջ կտեսնենք, Հերովտես թագավոր հաջույքով մտիկ կներ Հովանես Մկրտիչի, ուրախությամբ մտիկ կներ, բայց մնաց առանց ապաշխարության։ Հաջույքով մտիկ կնելը բամն է, մտիկ գրածը իրակորձել ապրիլ ուրիշ բան է։ Երորդ, ինչպես գալուցել դունը ժայռին վրա։ Եվ այսօրվա մեծակույն հարցում այս է, ինչպես կորզնականապես գալուցել մեր կյանքը ժայռի վրա։ Նկատելով թե դեր Հիսուս ֆիզիկապես մեզի հետ չէ, որովհետեւ մեզի ցայնավոր ուղղություն դա։ Բայց ան ներկա է Սուրբ Հոգիով։ Եվ գխոսի մեզի իր խոսքին Աստվածաշունչի միջոցով, այսինքն առաջին հարադև Աստվածաշունչի ընթերցանություն եւ սերտողություն։ Հարադև իրականության մեջ մենք չենք գրնար հնազանդիլ այն բանին, որ չենք գիտեր։ Այսօր մեր մեծակույն խնդիրներն մեկը այս է, թե մենք կանոնավոր կերպով Աստվածաշունչ չենք կարդալ։ Կանոնավոր կերպով։ Եվ եթե չենք կարդալ, ինչպես պիտի գիտնանք Աստուծո խոսքը ինչ կսե մեզ։ Անշուշտ քննադելի են բոլոր անոնք, որոնք
ամեն օր կհետևին կգարտան եւ գիտեմ անցեր որոնք եկեղեցի բացրաստած աստվածաշունչի ծրագիրը մեկ տարվա որ ամեն ամիս կհրատարակենք եւ կղրգենք դուրս տալգա գիտեմ անցեր գարնեն կգարտան եւ դարու վերջավորության ամբողջությամբ աստվածաշունչը գարտացած կլան եւ նույնիսկ քաղաքեն դուրս անցեր գիտեմ որոնք email-ով կստանան կգարտան եւ գիտեմ անցեր մեր եկեղեցին որ կղրգեն կդարածեն այս մեկը ինչու որովհետև եթե չգիտնանք Աստծո խոսքը ինչ կսե, ինչպես պիտի գիտնանք, ինչպես պիտի ապրենք։ Երկրորդ կետը գարտացինք, լսեցինք, գիտցանք բայց եթե չկործածենք ինչ օգուտ ուրեմն պետք է աստվածաշունչ սերտելը գարտալը բարձաբես բարդականություն մալա պետք է մոդելանք աստվածաշունչին այնպես գարձես աստված ուղղակիորեն այդ բահուն մեզ հետ կխոսի մեծ աստվածապան Դիտրիխ Բոնհոֆեր իր աշակերտներուն գսեր, երբ աստվածաշունչը կգարտար, պետք է խորհիկ, որ ներկայիս հիմա հոս աստված ինձ հետ կխոսի։ Սերներ մեր մտածելակերպը պետք է լա այնպես ինչպես Մարիամ Գանայի հարսանեկի սպասավորներուն ըսավ։ Հիշենք, ինչ որ ցեզի ըսե ըրեք։ Ինչ որ Հիսուս ասեց ցեզի ըրեք եկեղեցապանորեն եկեղեցու հաջողությունը բազմության թիվին մեջ չէ այլ անոնց մեջն է որոնք կկործածեն գաբրին սորվածնին աստվածաշունչը Իսկ անշուշտ երբ եկեղեցիմը դարբեր պատճառաբանություններով կհավաքի բազմություններ գլսեն բայց չեն կատարել գնմանի ավազի վրա գալուցված դան Ուրեմն եկեք անձնակնությամբ հարցնենք մեկ կողմը գսենք հայ ենք քրիստոնյա ենք մյուս կողմը աստվածաշունչը Գարձեք ուրիշ վիճակ մնե։ Բայց անցնաբես հարցնենք, երբ էր որ վերջին անգամ ձրակրված գերբով բանը փոխեցինք մեր կյանքին մեջ Աստծո խոսքին պատճառով։ Այսինքն ինչ բան մեր կյանքեն փոխվեցավ Աստվածաշունչին պատճառով։ Օրինակ Արդյոք մեր պատասխանը դվինք, երբ գուզեինք փառքությամբ բորալով պատասխանել մեկում։ Բայց քանի որ Աստծո խոսքը գսե, ուրեմն փոխեցինք։ Արդյոք փոխեցինք մեր աղոթքի սովորությունը, հետևելով դերունական աղոթքի օրինակին։ Արդյոք ներեցինք անցիմը, նույնիսկ երբ Չենք փապակեր ներել, որովհետև դեր Հիսուս բադվիրեց որ ներենք։ Արդյոք մեր ցերկի հեռացայինը, մեր լապտոպը, մեր iPad-ը, մեր դունի TV-ի ծրագիրը կոչեցինք հետևելով 101-րդ Սաղմոսի 3-րդ համարին որ գսե աչքիս առջև անորեն բան պիտի չտնեմ։ Սերներ եթե չեն կրնար հիշել ժամանակը, երբ մեր վարվելագերբը, ապրելագերբը փոխեցինք Աստուծո խոսքին հիման վրա, մենք վտանգի մեջ ենք։ Մեր տունը ավազի վրա շինված կլա։ Գնշանագեթե գլսենք
գգարտանք, բայց չենք կատարել։ Այսօր գապրինք վտանգավոր ժամանակներու մեջ։ Տնտեսական, փառոյական, հոգևոր փորձություններ, փլուզումներ մեր շուրջն են։ Անցևը գդեղա, հովերը գփչեն, փոթորիկն ու հեղերն ալ գշրջաբադեն մեզ, բայց մեր հաստատ գանքուն մնալը գամ փլուզվիլը գախյալ է մեկ բան է։ Արդյոք մեր կյանքը կգալուցենք այն ժայռին վրա, որտեղ Հիսուսի խոսքերը գործածելն է։ Ոչ թե միայն լսել, գործածել։ Այսինքն հաստատ կյանքուն մնալը գախյալ է դեր Հիսուս Քրիստոսի խոսքերը ապրել է, գործածել է։ Հետևաբար խոսքը լսողներ չլանք, խոսքը ապրող, վկայող զավակներ լանք, որպեսզի դունը հաստատ մնա։ Եվ այդ դունը, որ հաստատ մնա, ոչ թե մեր փառքին համար, իր փառքին համար։ Ամեն։ Եկեք միասնաբար մեր Տերոջ սորվեցուցած աղոթքը աղոթենք։ Զիքոյ արքայություն, զորություն և փառք Հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվույն, հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունը ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներում, ձեր հարազատներուն հետ լա։ Գացեք խաղաղությամբ ամենագալն Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ, Հավիտյանս, ամեն։